Հանրապես ես չէի պատկերացնի իմ կյանքը առանց գրականության, առանց պոեզիայի։ Իմ մտահղացումները բանաստեղծական գիշերն է ծնվում։ Գիշերային պահը շատ լավ պահ է, Միսաք Մեծարենցն էլ ընդգծել է այդ հանգամանքը։ Եվ իսկույն չեմ հանձնում թղթին, այդ բանաստեղծությունը, ասենք, ոնց ասում են, մտմտում եմ, ինչ որ մտքումս արտասանում եմ, հետո հանձնում եմ թղթին։ Եվ չեմ շտապում տպագրել, որովհետև Թումանյանի խորհուրդն է՝ մի բառը մի աշխարհ է, կարիք է լինում վերանայել, վերամշակել։ Սովորում եմ 3-րդ դասարանում։ Հադրութից եկան շրջանից, հայտարարեցին, որ շուտով լինելու է մրցույթ։ Երգողների, բանաստեղծների, աշակերտները կարող են մասնակցել։ Բայց ես արդեն մի քանի ոտանավորներ էի գրել, այդ ոտանավորներից մեկը ցույց տվի եղբորս։ Եղբայրս կարդաց եւ հավանեց։ Դպրոցում արտասանեցի, հետո գնացի Հադրութ, մասնակցեցի օլիմպիադային, շրջանային եւ հավանեցին։ Եվ ուսուցչություն եմ արել եւ ճիշտն ասած իմ ճանապարհը ինստիտուտն ավարտելուց հետո սկսել եմ ժուրնալիստիկայից։ Հիմա որպես գրականագետ ես շատ զգում եմ այդ ժուրնալիստիկայի բնագավառի օգնությունը ինձ։ Հնարավոր չէ Ղարաբաղում ապրես, Ղարաբաղի ծնունդ լինես, հայոց աշխարհի ծնունդ լինես եւ այն լեռների վեհությունը, այն ծաղիկների բույրը, այն ջրերի կարկաչ, այն գահավիժող գետերի շարաչյունը հոգուտ մեջ չառնես, սա բնական բան է։ Խնդրում եմ, դու ինձ մենակ մի թողիր։ Մենակությանը էլ չեմ դիմանում։ Մենակ փոխվում եմ ձմեռվա շողի ու չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Մենակության մեջ խոհերս են ցրվում ու թփրտում է սիրտս դրանց մեջ։ Մենակ կարոտի ծովի մեջ խրվում, դառնում եմ փշուր թախծի ելևեջ։ Ոչ գիրքն է օգնում, ոչ երազելը, ոչ հուշերը իմ, ոչ տենչերս նոր, ինձ պակասում են քո նուրբ նազերը։ Մենակ մի թողիր դու ինձ ոչ մի օր։ Երբ դու ինձ մոտ ես, թեթև եմ շնչում, ինձ ջերմացնում են խոհերս անթիվ, կյանքի զանգերը քնքուշ են հնչում, սիրո երազը շոյում է հոգիս։ Խնդրում, մենակ մի թողիր, դողում է սիրտս մենակությունից, թեկուզ երգը ուժ ունի փրկողի, առանց քեզ անգամ երգն է լքումից։